Շարժվենք առաջ, սիրելի օրստատիտողներ, ապրիլ ամիսը այո, հայոց պատմության ամենացավալի արյունոտ էջերից մեկն է եւ ժամանակահատվածն է գոնե եւ տարիների ընթացքում սովորել ենք, որ սգալուց ավելի կարեւոր է այո միասնաբար համախմբվելը, պայքարելը, արժանապատվությունը եւ մեր միասնաբար այդ պայքարելու ուժը վերականգնելը եւ այս հարցում իհարկե միշտ էլ եղել են մեր կողքին մեր երիտասարդները, որոնք այս տարիների ընթացքում սովորեցրել են մեզ, որ պետք է միշտ առաջ գնալ, պետք է ապրել, պետք է շարժվել եւ պետք է պայքարել։ Այսօր խոսելու ենք ապրիլի 23-ին նախատեսված ամենամյա ջահերով երթի մասին եւ մեր տաղավարում են Հույդա Հայաստանի երիտասարդական միության անդամներ Գոհար Դավթյանը եւ Պետո Սարոյանը, բարի լույս, բարի գալուստ մեր տաղավար։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, արդեն կարծում եմ նախապատրաստական աշխատանքները սկսվել են, դուք էլ ձեր բուրըն գործունեության մեջ եք, այո։ Այո։ Կարծում եմ յուրաքանչյուր տարի էլ միևնույն է ջահերով երթը իրականացվում է եւ երբեք ավելորդ չէ խոսել խորհրդից, խոսել հաղորդագրությունից, խոսել նպատակից, գուցե կլինեն մարդիկ, որոնք անտեղակ են այդ ամենից, թեպետ չեմ կարծում, որ այդպես կլինի, բայց հիշեցումը միշտ կարևոր է, որպեսզի չմոռանանք եւ օրը եւ նպատակը եւ թե ուր է տանում այդ լույսն ու այդ համախմբվածությունը դուք պատմեք ջահերով երթի եւ առհասարակ նպատակի եւ հաղորդագրության մասին եւ այս տարի ինչ մասշտաբով է իրականացվելու եւ որ փուլում եք արդեն նախապատրաստական։ Նախ ուզում եք շնորհակալություն հայտնել հրավիրելու համար, ճիշտ է, շատ ճիշտ դուք նկատեցիք, նախապատրաստական աշխատանքների փուլում ենք, բայց ուզում ենք ասել, որ նախապատրաստական աշխատանքները մի փոքր ավելի վաղ ժամանակվանից ենք սկսել աշխատել այդ ուղղությամբ, հիմա արդեն հասել ենք այն этаպին, որ ուզում ենք այս տարվա մեր ջահերով երթի ջահագիրների մասնակիցների թվերը բարձրացնել, այս տարի պլանավորել ենք ունենալ 1000+ ջահագիր 3000 եւ պլյուս մեր սովորական ամենամյա կանթեղներով մարդիկ ուզում ենք որ այն ստաբիլությունը որ եղել է, այսինքն ջահերով երթը միշտ տարբերվել է իր նախորդից ու մենք միշտ զարգացրել ենք այս տարի նույնպես ավանդույթը չխառնենք ու թե թվով թե մասնակիցներով մի հատ ուզում ենք ամենաբում ջահերով Խոսքը միայն մասնակիցների թվի աճի մասին է, թե միջոցառման օրակարգն ու ձևաչափն է փոխվել է։ Միջոցառման օրակարգն ու ձևաչափը տենց մեծ փոփոխությունների չի ենթարկվել, բայց թվային առումով ուզում ենք այս տարի լրիվ այլ պատկեր տեսնել ու դրա համար ենք աշխատում ու ունենալու ենք ու լինելու է։ Եվ Գոհար, որերորդ տարին է, որ դուք ինքներդ մասնակցում եք։ 21 թվականից արդեն մասնակցում եմ ջահերով երթին, նաև Արցախում եմ մասնակցում ջահերով երթին, բայց երիտասարդական միությունը 1999 թվականից արդեն կազմակերպում է Հայաստանում ջահերով երթ, սկզբից ջահագիրները հենց մեր երիտասարդական միության անդամներն էին, բայց արդեն մի քանի տարի է ինչ բաց է ֆորմատը եւ նաև մեր համակիրները երիտասարդները տարբեր մասնակցում են եւ ջահագիր են դառնում։ Եթե մեր էջերին օրինակ ավելի ուշադիր են եղել, մենք այնտեղ հայտ ենք դրել, որ մարդիկ ջահագիր դառնալու համար կարող էին հայտը լրացնել ու թվերի պատկերը անցած ու նախորդ տարիների համեմատ շատ ավելի մեծ է։ Տարիներ շարունակ անցկացվում է ջահերով երթը եւ հետաքրքիր է դուք արդեն որերորդ տարին մասնակցելով ինչ եք նկատում մեր երիտասարդների ակտիվությունը, արդյոք գիտակցությունը այսօր մեր երիտասարդների այնքան բարձր է, այնքան հասուն ենք, որ դա պարզապես քայլերթ չէ, պարզապես ժամանակ անցկացնել չէ, իսկապես գիտակցաբար են մոտենում այդ միջոցառմանը։ Ամենից շատ ճիշտ ասեցիք, բայց հենց ջահերով երթի այն ամենաակունքներից եմ ուզում գալ, ջահերով երթը առաջին անգամ Գերույ Գոհարը շատ ճիշտ նշեց 99 թվականին է կազմակերպել, այդ եղել է մի հատ շատ փոքր խմբի ծրագիր, ամենաառաջին մի քանի տարիներին տասնյակ, հետո հարյուրավոր մարդիկ են ամենը մասնակցել, բայց այդ ամեն ինչը մեր կողմից որ հետևողական եղել ու արդեն հասկացել ենք, որ ջահերով երթը այդ սովորական արդեն մեր միջոցառումներից չէ, այլ էս ադատ է դարել։ Այս դարձել է ադատ, սովորություն, որը որ մարդիկ արդեն գալիս են ու Այս մարդիկ գալիս են ոչ թե ուղղակի ինչ որ սքո երթին մասնակցելու, ջահերով երթը այդ սքո երթ չի։ Ջահերով երթը պահանջատիրության երթ է ու երբ որ դու այդ ջահերով այդ մթնոլորտում գնում ես վերև, հասկանում ես, որ հնարավոր է այս ամեն ինչը ուղղել, երբ որ մենք
պինդ ենք, ամուր ենք, միասնական ենք, գալու է մի օր, որ ջահերով երթը իր պահանջատիրության վերջին կետին հասնելու է։ Աշխարհի շատ հայկական գաղութներում նույնպես այդ օրը ջահերով երթեր են իրականացվում, այս տարի ինչ նորություններ ունեք, արդյոք լինելու է։ Իհարկե լինելու են, որովհետև մեր միությունը ունի ամբողջ աշխարհում ունենք մենք մեր երիտասարդականը, ու ընկերները նույնպես այնտեղ նույն ֆորմատով ջահերի երթը կազմակերպել են ու կազմակերպելու են, այս տարի էլ լինելու է։ Եվ ավելորդ չէ, կարծում եմ հիշեցնենք, օրը արդեն հստակ է, ժամը, դիմելույթյան կարգը ինչպես կարող են միանալ ձեզ։ Երթը մեկնարկվելու է ապրիլի 23-ին 19:15-ին Հանրապետության հրապարակից, շարժվելու ենք Ամիրյան փողոցով, այնուհետև Մաշտոցի պողոտայով, Բաղրամյանով, բարձրանալու ենք Կիևյանով, Կիևյան կամրջով արդեն բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդ։ 19:15 ապրիլի 23-ին բոլորին սպասում ենք Հանրապետության հրապարակում, այո։ Գոհար, մեր զրույցի սկզբում հասցրեցինք ծանոթանալ եւ ասացիք, որ Արցախից եք։ Այ հետաքրքիր է գոնե այս վերջին 2 տարին իրականացվող երթերին պահանջատիրության եւս մեկ նոտա ավելացել է այս դեպքում արդեն արցախցիների կողմից։ Իհարկե ավելացել է, բացի այս քանի տարիներից միշտ էլ եղել է, հայազգը միշտ է իր մեջ գրել է այդ արժանապատվությունը ու ինչպես ինքերպետո նշեց, այս մենակ քո երթ չի, այս մեր հայազգի պայքարի արժանապատվության երթն է, մենք այդ ջահերը բարձրացնելու Ծիծեռնակաբերդ մեր պայքարն ենք հասցնում այնտեղ։ Ինչ վերաբերվում է Արցախին, մենք այն երիտասարդներն ենք, ով ասում է, որ Արցախը հայկական է ու վերադարձ անպայման լինելու է, ասում ենք, որ Արարատը մերն է ու չենք ուրանալու, ոչ Արարատը, ոչ հայոց ցեղասպանությունը ու հաստատ պայքարը հարատև է լինելու ու հասնելու ենք այն վերջնակետին, որ արդարացի դատավճիռ լինի ու ցեղասպան ոճրագործերը հասնեն իրենց պատիժը ստանան, ասենց ասած։ Ձեզ նման վառ ու հայրենանվեր երիտասարդներն էլ վկա, այո։ Առաջ Աստված, ունենք ավելացնելու բան ընկերներ։ Նաև այս տարվա ջահերով երթի խորագիրն էինք ուզում եւս մեկ անգամ հիշեցնել, Ավետի Սահարոնյանի հայտնի տողերից զարկ երբ հալածում ենք քեզ, որովհետեւ այս խորագիրը անցած տարի էր ընտրվել եւ չի փոխվել, որովհետեւ մեր մարտահրավերներն էլ չեն փոխվել, դրա համար որոշել ենք, որ այս խորագիրը մնալու է ու մենք այդ գաղափարի տակ հաղթած միասնական ջահերով հայոց ազգով բարձրանալու ենք դեպի Ծիծեռնակաբերդ մեր հարգանքի տուրքը մատուցելու։ Շնորհակալ եմ ընկերներ, նաև չանդրադարձանք, բայց հուսով եմ եւ կարծում եմ նաև ընդգրկում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը մարզերում ակտիվությունը ինչպիսին է, դրանից էլ մի փոքր խոսենք եւ մենք մի քանի տարի ունեցել ենք, որ մարզերում նույնպես ջահերով երթ կազմակերպվել է, կազմակերպվում է հիմնականում Գյումրիում, Կապանում եւ նաեւ մարզերից մայրաքաղաք են գալիս ու միանում են հենց Երևանում կազմակերպվող ջահերով երթին։ Հրաշալի է։ Սիրելի հեռուստադիտողներ, տաղավարում հյուրընկալել էինք ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներ Գոհար Դավթյանին եւ Պետո Սարոյանին, ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթին միացեք, այո, նաեւ դուք, միանամ ես եւ բոլորս, որովհետեւ դա մեր պարտքն է, մեր խղճի, մեր հայրենիքի, մեր ապագայի առաջ։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, դուք մնացեք մեզ հետ։